Ողջույն սիրելի ժողովուրդ, սիրելի հավատացյալ եղբայրներ եւ քույրեր, ես գտնվում եմ օտակայանում եւ ինչպես խոստացա, գուցե մի քանի րոպեներ կարճ տևի, բայց պիտի մի քանի խոսք ասեմ։ Ես այսօր հրատարակեցի իմ էջում այն հայտարարությունը, որ արեց եպիսկոպոսած դասը, արքեպիսկոպոսները ու եպիսկոպոսները 10 հոգիներ, այն քաչ իշխանները եկեղեցու, որոնք աստորեն հանձն առան այդ process-ը, եկեղեցու մակրազարդման, եկեղեցու վերադարձնելու մեր ազգին, մեր եկեղեցին վերադարձնել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն Հայաստանում, եթե Հայաստանի մասին է խոսքը, եթե դրսում ուրեմն հայությանը, այսօր նոր հայտարարություն տարածեցին եւ շատ վճռական տրամադրություններով փոխանցում են իրենց մեսեջը մեր հանրությանը, ասելով, որ Կտրիչ Ներսիսյանը հեռացվելու է անմիջապես գահից, կարծում եմ մի քանի օր ամենաշատը մեկ շաբաթ է տևելու, դա մաքսիմումն է, որ Կտրիչ Ներսիսյանը լքելու է մայրաթող։ Վատագույն դեպքում իրեն դուրս են շպրտելու, այսինքն իրեն ոստիկանով հանելու են այնտեղ, ուղղակի իշխանությունը չի ցանկանում նման բանով իրեն ճանապարհեցի եւ ուզում է, որ ինքը իր պարագաները հավաքի եւ իր նարկաման անբարոյական արշակը միասին ընկնեն ճանապարհ։ Այս է։ Հետևաբար վաղը Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվելու է Սուրբ Եվանմահ պատարագ, Արարատյան հայրապետական թեմա ազատագրվելու է, հոգևորականները տրամադրված են վճռական, հավատացյալ հոտը տրամադրված է վճռական, եւ եթե կուզեք ամբողջ ազգը վճռական է տրամադրված, որովհետեւ չկա մի ազնիվ հայ որդի, չկա մի քրիստոնյա, որը չցանկանա մեր եկեղեցու բարգավաճումը, որպեսզի եկեղեցին բարգավաճի, պետք է մեր ժողովուրդը լիարժեք հոգևոր կյանքով սկսի ապրել։ Դա անհնարին էր այս 26 տարիների ընթացքում, երբ հոգևոր անապատ էր սփռվել ամբողջ եկեղեցով մեկ, նրանք արել են մի այնպիսի վիճակ, որտեղ որ հոգևորը նույնիսկ մինիմումը չկա, բայց անհոգևորը մաքսիմումն էր։ Ուրիշ բաներ չասելու համար, թե ինչ թալան, ինչ խայտառակություն, ինչ հանցանքներ, ինչ մեղքեր են նրանք գործել այս տարիների ընթացքում։ Եվ ոչ մենակ այդ մեղքերը, որ իրանք մենակ գործել են, այդ մեղքի միջավայրն են սերմանել հասարակության մեջ։ Ամենաթողությունը, որ կա, եւ մեղքը, որ արկա էր, հենց խրախուսվում էր այս ամեն անբարոյականությունը, ամեն տեսակի ստորությունները, հենց դրա պատճառով է, որ մայրաթորից այնտեղից միշտ հնչում էր անբարոյականության մեսեջ, քանի որ դրանց օրինակն էր չար։ Ավետարանը ասում է, որ լուր աղոթքը կամ փրկելու մի հնարավորություն կողքի մարդուն, դա քո ապրելակերպն է, քո նկարագիրն է բարոյական։ Այսինքն կարող ես լուր մնաս, բայց եթե ճշմարիտ ապրես, Աստծո պատվիրանները պահես, սրբվես, նշանակում է, որ դա աղոթեցիր արդեն։ Քանի որ դրանով շատ մարդկանց կդաստիարակես եւ կբերես դեպի հոգեվոր փրկություն։ Նմանապես քո կյանքի օրինակը կարող ես բաներ չասել, նույնիսկ ավետարանի խոսքը չասել մարդկանց, եթե դու ճիշտ ես ապրում, Աստվածը հաճո է քո կյանքը։ Կողքինը անհնարին է, որ չշտկվի, անհնարին է, որ կողքինը չհետաքրքրվի, թե ինչն է տրտել այս մարդուն, օրինակելի ապրել, Աստված ճանաչել եւ փաստորեն դրանով փրկել հոգին։ Սա կարեւոր է։ Հիմա դրանք ինչ են արել, նրանք խրախուսել են մեղքը իրենց անօրենության մեջ գտնվելով, որտեղ իրենք ամեն ինչով են եղել անօրեն։ Ոչ մենակ իրենց գործելավոճը, ոչ այն, որ եկեղեցական կարգն ու կանոնն են խանգարել, խախտել։ Նրանք վատ օրինակ են ծառայել։ Հիմա տեսեք, քանի մարդ գայթակղվել է դրանից, որ իմացել է, որ արշակը ոչ մենակ նարկաման է, այլ անբարոյական է։ Հիմա որ ավելի շատ բաներին իմանան, ինչ է կատարվում եկեղեցական այդ բերնախավում, դի սարսափեն։ Եվ երեք կամ այսօր կարդացի YouTube-յան ալիքից, որը որ տարածել էր իմ յութը, մի բան, որ մարդը այնտեղ ուզում է ինձ դաս կարդալ, ասում է Տեր այլ, բայց չէ, որ պետք է այս եպիսկոպոսները 10 քաչ իշխանների մասին մեր եկեղեցու նրանք պետք է բան անեն, ապաշխարեն եւ այլն։ Նրանք արդեն ապաշխարել են։ Եթե նրանք այդ քայլը արել են, այդ քայլը ապաշխարություն է իրենց համար։ Այդ քայլը իրենց հոգիների փրկությունն է։ Այդ քայլը վերջի վերջում նրանք առիթ են ստեղծում, որ եկեղեցին ազատագրվի սատանայից, եկեղեցին
այս մեղքի ճիրաններից, սրբապղծության ճիրաններից դուրս գա։ Ուրեմն այս եպիսկոպոսները հետ այսօր ինձ համար կատարյալ մարդիկ են, օրինակելի մարդիկ են, քանի որ նրանք աստվածահաճո գործ են անում այսօր։ Նրանք իրականության մեջ այսօր արել են ընտրությունը մնալ Կտրիչ Ներսիսյանի կողքին լուր ու մունջ քարշ տալ իրենց գոյությունը եւ գնալ դեպի դժոխք, դեպի հավիտենական կրակները, թե թոթափել այս ամենը, ինչ որ նախկինում իրանք են արել եւ ապրել հետ այսու ճշմարիտ կյանքը։ Հիսուս Քրիստոսի հետ խաղաղ ապրել, աշտ ապրել։ Այս սա էր, որ նրանք արեցին, սիրելիներ։ Սա շատ կարևոր է։ Գիտեք, ինչքան ուզում ես ճորրի, ինչքան ուզում ես քարոզներ խոսի, ես շատ քարոզիչներ գիտեմ, որոնք մեծ փրփողներ են, շատ են խոսում, քարոզում են շատ։ Բայց երբ որ դրանց նայում ես ապրած կյանքին եւ իրենց օրինակը, որ չար է, ուրեմն դրանք չեն կարող երբևիցե փրկել ուրիշներին, որտեղ արդեն գայթակղությունը գալիս է նույնիսկ այդ իրենց սուտ խոսքերով, այդ լոլոներով, որ դրանք ապրում են։ Ուրեմն մենակ լեզուն չէ։ Եկեղեցու մեջ կարևորը քո անձն է, քո կյանքն է, քո բարոյական կեցվածքն է, քո նկարագիրն է։ Եթե դու ձգտում ունես փրկվելու, ասում էր մեկ սուրբ հայրը անապատական, ասում էր փրկվիր դու եւ կողքերդ կփրկվեն մյուսները։ Դա շատ կարևոր է։ Հետևաբար ես շնորհակալություն եւս մեկ անգամ առիթ ունեմ հայտնելու արքեպիսկոպոսներից ու եպիսկոպոսներից այս հասցը հոգիներից, ովքեր որ իրենց անձը այսօր նվիրել են այս սուրբ առաքելությանը, մաքրել եկեղեցին ստահակից, առանց իրենց շատ դժվար կլիներ, շատ ծանր կլիներ։ Դրանք գիտեք ինչքան թեթևացրել են մեր բոլորի գործը։ Ես միշտ պայքարել եմ, որ դրանք մոտ գան, դրանք մոտ չեն եկել։ Փառք Աստծո, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դա հաջողվեց անել, որ դրանք մոտ եկան։ Փառք Աստծո։ Վարչապետը, ով ուզեց հիմա դրան տարբեր բաներ են ասում, հիմարություններ են ասում են ամուսնացած չի եկեղեցով։ Տեսեք ինչեր են ման գալիս, ինչեր են խոսում այս մարդու հասցեին։ Բայց կամ գնացել է ասում է կաթոլիկների մոտ հաղորդություն է ստացել։ Տարիներ առաջ այդ Գարեգին Սատանան հայտարարել էր, եւ սա կա, որ մենք հաղորդությունը կուտանք, բոլորին կուտանք, անխնդիր, ով ուզում է լինի, օրթոդոքս լինի, կաթոլիկ լինի, ով ուզում է լինի, մենք բոլորին տալիս ենք։ Խնդրեմ։ Եվ ոչ մի խնդիր չկա, եթե դու գտնվում ես մի եկեղեցում, որտեղ որ կաթոլիկներն են միայն ապրում, այդ եկեղեցում հաղորդությունը ստանաս, կամ օրթոդոքսների մոտ։ Բացարձակապես խնդիրը ստեղ դրա մեջ չէ, որտեղ դա դու ճաշակում ես նորից տերունական մարմինը եւ արյունը Հիսուս Քրիստոսի։ Սա 21-րդ դարում այս հարցերը միջին դար չէ, որ նման մոտեցում ցուցաբերես։ Շատերը մեր եկեղեցուց խրտնել են, գնացել են այլ եկեղեցիներ։ Մինչև չմաքրվի չեն գա, բայց վաղը կմաքրվի հետ են դառնալու։ Բայց Եզրասի մոտ չէին գնում մարդիկ, ռուսական եկեղեցում էին աղոթում եւ հաղորդվում էին։ Հիմա ինչ ասենք, այդ մարդիկ չպիտի պրկվեն։ Ոչ, նրանք պիտի պրկվեն։ Իսկ ով որ գնացել է Եզրասի մանկապիղծի կեղտոտ ձեռքից հաղորդություն է արել, նրանք դժոխք են գնալու, որովհետեւ Եզրասը չէր կարող պատարակ մատուցել աստծությունը։ Եզրասը չէր կարող սուրբ ոգին իջացնել։ Իր ամենակ պիղծ ներկայությունը այնտեղ, որ մանուկներին պղծել է, այդ մանուկները պղծած մնացել են իր վրա, հա? Իհարկե հեռացել է իրենից շատ վաղուց սուրբ ոգին, նա չի կարող աղոթք անել եւ մեկին մկրտել, որ սուրբ ոգին իջնի, չի կարող։ Կեղտոտ մարդը չի կարող։ Ես դες բացատրում եմ դա։ Ուրեմն դա շատ նուրբ աստվածաբանական վերլուծությամբ այսօր կարող ենք դիտել հոգու աչքերով, որ ոչ մի նշանակություն չունի Փաշինյանը գտնվելով կաթոլիկների մոտ ստացել է այդ հաղորդությունը, թե ոչ, որ պատմություն ուզեցին սարքել եւ անեցին աստվածաբանական հարց։ Տարիներ շարունակ Էջմիածինը կեղտոտել է Գարեգին Սատանան, տարիներ շարունակ փակ էր դուռը, խաչը գետին պռած էր, գմբեթները թոզերի մեջ, կեղտի մեջ։ Տարիներ շարունակ անձրևի ձյան տակ մեկը չհետաքրքրվեց, չասեց ինչ սրբապղծություն է։ Բանվորները ինչեր են արել այնտեղ Իրանի քաղաքացիները։ Մի զել են եկեղեցու մեջ։ Ինձ սրբազաններից մեկը ասեց դեր այ ասում ես այս մասին լավ չէ, որովհետև հավատացյալները կարող է բան լինեն, հուշ լինեն։ Ոչ, հուշ չպիտի լինեն, իրականությունը, ճշմարտությունը պիտի իմանան։ Ես այդ տեսակետը ունեմ։ Արդյոք մենք պիտի թակում պահեինք այս կեղտը։ Ոչ, եթե թակում պահեինք, այս բանը չէր լինի այսօր։
Այսօր դա եղավ իշնորհիվ այն բանի, որ աշխատել ենք տարիներ շարունակ այս մասին խոսել ենք, հարցերը բարձրացրել ենք, խնդիրները։ Իսկ կուլմինացիան ստեղծեցին արդեն մեր եկեղեցու ճշմարիտ իշխանները, ուղղափառ եպիսկոպոսած դասը, այո, արքեպիսկոպոսները եւ եպիսկոպոսները։ Եվ ես այսօր այո հպարտ եմ Քրիստոսի խաչով։ Եվ այսի նկատի ունենալով ես կարող եմ ասել, որ իմ համար դա պատիվ է, որ ես ունեմ Հովնան Տերտերյանի պես բարձրաստիճան հոգևորական, որ ես ունեմ Նավասարդ Կճոյանի պես բարձրաստիճան հոգևորական, որ ես ունեմ Վազգեն Միրզախանյանի պես հոգևոր առաջնորդ, Աբրահամ Մկրտչյանի պես հոգևոր առաջնորդ, Արաքել Քարամյանի պես հոգևոր առաջնորդ, Վրթանեսի, Գևորգ Սարոյանի եւ մյուսները տողներով լինեն։ Բոլորին չշեշտեմ, ես առաջին հերթին շեշտեցի կոնկրետ այն անձանց, ով որ առաջնագծում այսօր անում է այս գործը, մնացածներն են իրենց ոնց որ ասած մեծ շնորհակալություն եմ հայտնում եւ ուղղակի իմ երախտիկի եւ հարգանքի խոսքն եմ ուղղում, քանի որ արել են սրբություն, արել են մաքրություն, արել են այն, ինչին որ մենք ձգտում էինք տասնյակ տարիներ։ Այն օրվանից երբ որ այդ կեղտը գրավել էր մայրաթորը, մենք դրան ենք ձգտել, որ իրան դուրս անեն այնտեղից, որտեղ նա այնտեղ չպիտի գտնվեր։ Չպիտի գտնվեր, ինքը խեղել է եկեղեցին, ապականել է, մահվան է ուղարկել, քանի արզնիվ հոգևորականներին, հոգևոր մահվան դուրս գցելով եկեղեցուց։ Այսօր մարդիկ կան, որոնք ստիպված գնացել են այլ կյանքի բնակավարներում են աշխատում, որ ապրուստ ապահովեն։ Իրա երեսից դա է։ Նա կործանիչ է հոգիների։ Եվ այս ժամ բաները մի սպեկուլյացիա արեք, այն մարդիկ, ովքեր որ այսօր ուզում են սպեկուլյացիաներով զբաղվել եւ ուզում են այլ բաներ խոսել, չի ստացվելու, չեք ստվերելու այդ մարդկանց գործը։ Պատմության մեջ իրենց անունները ոսկե տառերով են գրվելու այս եպիսկոպոսների։ Այո, քանի որ դրանք արեցին այն, ինչ որ պիտի անեին։ Տեսեք, մնացածը խի չեն անում, ինչի են տատանսումի մեջ, ինչի են լռել, որտեվ շայկա են Կտրիչ Ներսիսյանի հետ կազմված։ Այդ շայկայի մեջ են։ Եթե նրանք ազնիվ եկեղեցականներ լինեին, եթե նրանք արդար մարդիկ լինեին, եթե նրանք անկեղծ լինեին, նրանք պիտի նույն քայլերը անեին։ Չի չեն անում։ Դիմատեսակ մաքուրները, որ այս մարդիկ են, նրանք են մաքուր։ Մաքուր սիրտ ունեն առաջին հերթին։ Իսկ եթե իրենց սիրտը մաքուր է, ուրեմն նրանք պիտի հոգեպես արդեն այլ կերպ մոտենան շատ հարցերին եւ պետք է հոգեվոր փրկություն ունենան։ Եվ առիթ են այսօր հանդիսացել, որ մենք էլ փրկվելու ենք, քանի որ մենք բոլորս էլ գտնվել ենք մի կեղտոտ իրավիճակում։ Մի կեղտոտ իրավիճակում քանի հայ որդիներ, որոնք գնացին ստիպած աղանդավորականների մոտ։ Քանի հազարներով մարդիկ այսօր աղոթում են այլ եկեղեցիներում, իրենց երեսից այսօրվա այս ճահիճային վիճակից։ Եվ դրա գլխավոր մեխը այդ անօրենության ով է, անհոգևոր անապատի Կտրիչ Ներսիսյանը, դրա մանկապիղծ եղբայրը, դրա քրոջ որդին եւ այդ դեբերի պետ նարկաման շմարավոր արշակը։ Այս սրանք են։ Այսքանը վաղը բոլորին հորդորում եմ գնալ Սուրբ Սարգիս, վստահ եմ, որ այդքան մարդը լինելու չեք կարողանալու մտնեք այնտեղ, բայց վստահ եմ, որ ովքեր կանգնեք, ձեր աղոթք կանեք, ընդունելի կլինի ձեր ուխտը եւ նաեւ ձեր մասնակցությունը կլինի ազատագրումին։ Դուք վաղը ովքեր որ այսօր Հայաստանում եք գտնվում, ազատագրելու եք մեր եկեղեցին։ Արարատյան հայրապետական թեմը ազատագրվեց, Կտրիչ Ներսիսյանին ընդամենը մի քանի օր է մնալու, որպեսզի նա խաղաղ լքի վեհարանը։ Հակառակ դեպքում նա լքելու է նորից, բայց այլ եղանակով։ Ուրեմն հորդորում եմ Կտրիչ Ներսիսյանին այստեղից եւ Սամվել Խաչատրյանին, հակագծերում Արշակ Չարքեպիսկոպոս Խաչատրյանին, լքել Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, լքել վեհարանը, լքել դիվանատունը եւ դուք անելիք չունեք մեր եկեղեցու մեջ, դուք ոչինչ չեք։ Այս եկեղեցու մեջ բացի բացասական էներգիայից եւ ձեր չար գործերից ոչ մի բան չեք արել։ Դուք տարածել եք ձեր կողքերը կեղտոտություն, ցեխով լցրել եք միշտ այն մարդկանց
անվան հեղինակության հետ խաղացել եք, ովքեր որ ազնիվ են գտնվել, են եկեղեցականները, ովքեր որ Աստծուն են հավատացել եւ ծառայել են մեր ժողովրդին, դուրս եք գցել եկեղեցուց առանց ոչ մի պատճառաբանության եւ հավաքել եք այնտեղ հավաքագրել եք ձեր ուզած շրջանակները, որոնք ձեզ ըլունազան կամակատալի ստրուկի կարգավիճակով լինեն եւ այսօր ձեզ բան անեն, հաճելի բառեր ասեն, շեփոր հարեն, ընկարկեն, ձեր սադանայությունները չեն մտածում, չեն անդրադառնում, որ հոգիներ են կորցնելու, բայց փաստացին դա է։ Այսքանը սիրելիներ, հիմա արդեն պիտի թեյս խմեմ եւ գնամ օդանավս չփախցնեմ ու կհանդիպենք արդեն եթերում իմ կարծիքով վաղը կամ փոփենք պատարակից հետո զարգացումները եւ հստակ է վաղը երևալու, թե որ օրը, որ ժամին, որ րոպեին Կտրիչ Ներսիսյանը կործանվելու է, խորտակվելու է, միասին այդ պլանքաշ Արշակ Խաչատրյանն է։ Այսքանը բարի գիշեր, խաղաղ մնացեք եւ վաղը ուրեմն Սուրբ Սաքսում կամ դրա շրջակայքում պիտի աղոթեք Սուրբ Սաքսին, նրա որդու Մարտիրոսին եւ 14 զինվորներին, որպեսզի նրանց բարեխոսական աղոթքները նաեւ լինեն եւ հայրարարության թեմը ազատվի սատանա կտրիչի ազդեցությունից եւ իր ուզուրպացիայից։ Ամեն։ Շատ տարածեք, կսպասեմ գրառումները, լայքերը անվճար են ժողովուրդ։